Երևանի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկի այս հատվածում է բռնկվել հրդեհը։ Հայտնի KFC-ի հարևանությամբ տեղադրված այս մոխրացած սրճեփն է ըստ նախնական տեղեկությունների բռնկվել։ Սննդի կետի տնօրենի խոսքով աշխատակիցները ծուխ են նկատել, հոսանքազրկել են տարածքը։ Աշխատակիցները բոլորը ունեն ընթացակարգ, տեղում հոսանքազրկել են եւ լքել են տարածքը։ Մաթեոսյանը վստահեցնում է, աշխատակիցներից մեկը փորձել է կանխել հրդեհի տարածումը, չի ստացվել։ Մի պատասխանատու աշխատակից էլ փորձել է կրակը մարի, բայց արդեն տեսել է, որ հնարավոր չի, այդ ընթացքում է զանգվել 911 ծառայություն։ Ժամը 11-ին են փրկարարները ստացել ահազանգը 6 մարտական հաշվարկով հասել դեպքի վայր։ Կրակի ահռելի բոցը ստիպել է լրացուցիչ ուժեր բերել։ Կես ժամ անց կառավարելի է դարձել կրակը։ Այս պահին բաց կրակ չկա, աշխատանքներ ենք տանում հրդեհի հետ հրդեհաշիժման հետ կապված։ Գրեթե 2 ժամում փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կրակը, ժամը 2-ին մոտ հրդեհը մարվել է։ Փրկարար ծառայության տնօրենի ճեպազրույցի պահին դեռ հայտնի չէր, որ տուժած կա, ավելի ուշ հայտնի է դարձել, որ մեկ մարդու հոսպիտալացրել են։ Թե ինչքան մակերես է ունեցել հրդեհը, դեռ հայտնի չէ։ Մինչև չիրականացվի ուսումնասիրություն չեն կարող ասել։ Փրկարար ծառայությունը նաև դժվարանում է գնահատել վնասը։ Այս մարդիկ էլ իրենց վնասներն են ուզում հաշվել հրդեհի պահին, շտապ տարհանվել են, անտեր թողել առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գտնվող խանութները, հագուստի, էլեկտրատեխնիկայի խանութներ կան այրված տանիքի տակ։ Ալբերտ Սերոբյան, Հերիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։